Շնորհակալություն, հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանը ներկայացում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Հիշեցնեմ, որ սույն նախագծերով կարգավորվում էր պետական սահմանից համակային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի եւ վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցումը եւ որոշակի դեպքերի համար ճանապարհային հարկի արտոնություններ էր սահմանվում։ Մասնավորապես նախագծով հետաձգվում էր պետական սահմանից համակային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկը, ճանապարհային հարկը եւ պետական տուրքի վճարումները, գործող կարգավորումներով վճարումները իրականացվում են մուտք գործելիս, իսկ նախագծով առաջարկվում է, որ վճարումները իրականացվեն մուտք գործելուց հետո 15 օրվա ընթացքում։ Միաժամանակ նախագծով կարգավորվում է մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը սահմանել միասնական եւ հանել չափաքանակները գերազանցող մասի համար սահմանված դրույքաչափերը, հաշվի առնելով, որ նորմաների սահմաններից ավել արտանետումների համար առկա են համապատասխան օրենսդրական կարգավորումներ, այդ թվում նախատեսված է վարչական պատասխանատվություն եւ բացի այդ սահմանին անցման կետերում չափումներ իրականացնելը անհնարին է եւ նաեւ առաջացնում է լրացուցիչ կուտակումներ։ Նախագծով առաջարկում է սահմանել նաեւ ճանապարհային հարկից արտոնություն այն դեպքերի համար, երբ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ տարածքից ելքը ճանապարհային հարկի անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու դեպքում հարկ վճարողը կազատվի, այսինքն երբ որ ճանապարհների խնդիրներ կառաջանա եւ այդ պատճառով չեն կարողանալ դուրս գնալ օրերի քանակը կավելանա, այդ մասով ճանապարհային հարկ չեն վճարի։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարության առաջարկով նախատեսվում է նաեւ եւս մեկ արտոնություն սահմանել ճանապարհային հարկի վճարից այն դեպքերի համար, երբ տրանսպորտային միջոցը մուտք է գործում ՀՀ տարածք եւ վերադառնում է առանց լքելու սահմանային անցման կետում տեղակայված մաքսային հսկողության գոտու տարածք, այսինքն մուտք է լինում եւ գոտու տարածքից դուրս չի գալիս, հետեւաբար ըստ էության ճանապարհներից չի օգտվում, հետեւաբար առաջարկում ենք այդ մասով եւս ճանապարհային հարկից արտոնություն սահմանել։ Այսքանը, շնորհակալություն։